Էս ինչ աստեղ կատարվում, էս ինչ է ստան վիճակը։ Անագած իչացրու հեռուստացույցի ձայնը։ Սիպոն ես ինչա վիճակը, ինչ ես կսում վերնաշապիկիտ։ Անի արաքս, ինչ է կրվում։ Ես ինչա կատարվում։ Լավ, փաստորեն ինձ շան տեղ չեք դնում, հա? Հեսա կզանգեմ ձեր հորը ու կգա կզբաղվի ձեզանով։ Ալո, Լեռնո, լսի ինչ եմ ասում, ահա որա, հերիք չի ամբողջ տունը քանդել են, մի հատ էլ ինձ շան տեղ չեն դնում։ Հենց նոր խփեցին խաղալիքով գլխից, խնդրում եմ օրակ տուն արի, ես էլ չեմ կարողանում սրանց հետ։ Լավ, ձեր հալը կտեսնեք։ Հայոց լեռնաշխարհի երկայնքով բոլորը շարվեցին։ Ես դուք չափներդ այնքան եք անցել, որ իմ բացակայության ընթացքում հերիք չի ինչ ուզում անում եք, մի հատ էլ մամային շանտեղ չեք դնում, հա? Սիպան։ Ես եմ։ Ինչու՞վ ես սիրով զբաղվել։ Շոկոլադ ուտելով, պապ։ Ուրեմն սենց, ես քո վրա սանկցիա եմ կիրառում։ Շոկոլադը չարաշահելու ու մամային շանտեղ չդնելու համար դու մի տարով զրկվում ես շոկոլադ ուտելու հնարավորությունից, հասկացար։ Լավ էլի, պապ։ Լավ էլի չկա, ես ինչա վիճակը, տանցեր բաղնիկ։ Անի, արաքս, ինչի ձեր ջրերը մի առվով չեն հոսում։ Ինչի եք աղմկում։ Ինչով եք սիրում զբաղվել։ Խաղալիքներով խաղալ, պապ։ Յա։ Իսկ դուք գիտեք, որ պապան ձեզ զրկում է խաղալիքներով խաղալու հնարավորությունից մի տարով։ Ինչի, որովհետև դուք խաղալիքով հարվածել եք մամայի գլխին, հերիք չի, մի հատ էլ մամայի շանտեղ չեք դրել։ Լավ էլի, պապ։ Պապ, ինչով զբաղվենք։ Ոնց ինչով զբաղվենք, գնացեք իրար մազերով խաղացեք, գնացեք ստեղից։ Այդ տղա Արարատ, ես դու լրիվ սահմանները տանցնում ես, հա։ Դու գիտես, որ քեզ շատ ենք սիրում, որ գլուխ ենք գովում, որ դու մեր տղեն ես, սես լուսապսակ գագաթ ունես, քեզ թույլ ես տալիս մամային շանտեղ չդնելու, ինչով ես սիրում զբաղվել։ Հեռուստացույց նայելով։ Դու զրկվում ես հեռուստացույց նայելուց, մի տարով։ Բա ինչ նայեմ, պապ։ Գնա բալկոնից երեխեքին նայի, նարդի խաղացող բիձեքին նայի։ Արարատը գնաց, մնաց արագածը, քո քարա գագատ գլուխը խի չի մտնում, որ չի կարելի մամային շանտեղ չդնել։ Մի րոպե, պապ, դու իրավունք չունես ինձ պատժելու։ Ինչի՞։ Որովհետև ի տարբերություն իրանց, երբ որ մաման մեր վրա ջղայնանում էր, ես մամային շանտեղ դրել եմ։ Ոնց դու շանտեղ ես դրել։ Ես ոնց ես խոսում արա մորդ է։ Դու էլ հազանական վազած երեխեքի վրա մի հաչ, էլի, հացար ցենակ։ Շանտեղ։ Դու գժվել է։ Բարև ձեզ։ Որ խնդրեմ մեզ երկու հատ ադմարտինայի բալի օշարակով շոկոլադային կոն կտակ։ Բարև երեխեք ջան, իհարկե կտամ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Փախր սեիցլը։ Տղեկ, որ խնդրեմ ինձ համար էլ պաղպաղա կգնեք։ Փախր սեիցլը։ Սպասի։ Ընկեր Հասմիկ, մեզ մեկ հատ էլ պաղպաղա կտակ։ Հա, իհարկե։ Մերսի։ Շնորհակալություն։
Խչո ջան, այդ երեխեն ոչ քեզ բարեկամ էր, ոչ էլ սիրուն աչքեր ուներ։ Ինչի համար իրան քո հաշվին պաղպաղակ առար։ Դու էլ իմ բարեկամը չես, ոչ էլ սիրուն աչքեր ունես, բայց քո պաղպաղակը իմ հաշվին էր, չէ՞։ Արա խչս նեղացնում ես ընկերս։ Ես քո ընկերն եմ։ Իսկ այդ կամեր ոչ մեկ էր։ Այսօր ոչ մեկա, վաղը կարող է ինձ օգնել։ Արա խչո լավ էլի։ Դու այդ երեխու բոյը տեսար։ Այդ մալալետկեն քեզ ինչով պիտի օգնի։ Լսիր, կյանքը բումերանգ է։ Պետք է մարդկությանը լավություն անես, որ այդ լավությունը մի օր էլ քեզ գա։ Հələ մի վարքյան։ Հələ մի հատ էլ ասա նկարեմ էլի։ Ինչի համար։ Որ գցում TikTok տակեն երաժշտությունը դնեմ։ Լայ 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 լայ։ Արա ասել ախպերը կնք։ Մորների ժամանակը չի։ Զանգը տվեց, արի գնանք։ Այսօր շատ լավ օր էր։ 3 հատ 9 ստացա։ Նայեցում եմ արել լավ։ Այսօր հերիք չի 2 հատ 2 ստացա, մի 10 ժամ էլ անկյուն կանգնեցի։ Բայց դու ես մեղավոր։ Հա, բայց ոչ մի բան չէի արել։ Հենց էտա, որ մի բան անեիր, գոնե դասերդ սովորեիր, հիմա լավ կլիներ վիճակդ։ Ողբեր ինձ թվում է, որ դու մեծանաս փիլիսոփա ես դառնալու։ Ինչ ես տենց ասում, ես չեմ հասկանում։ Ես սիրել եմ սևաչերդ։ Իա։ Բարի օր ձեզ, տղեկ ջան։ Ձեզ մի հատ հարցով աճապարեցինք։ Ոնց որ իրեքս ուզում ենք գնայինք PlayStation-ից կոմ խաղայինք, բայց ժոգինք, որ փող-մող չունենք։ Կարող է մի 10-20-30 հազարով բազերշկա անենք։ Ոչ տղաներ, մենք ձեզ չենք կարող օգնել։ Ախի ախպեր, սաղին օգնում ես, ախպերներին էլ օգնի էլի։ Հանգստացի Գարիկ։ Խելացի տղա է երևում մեր Գարիկ ախպերը։ Գիտակցում է, որ նեղության մեջ գտնվող տղերքին միշտ էլ պետք է օգնել։ Տղաներ, չեք հասկանում, մենք ձեզ չենք կարող օգնել։ Դու ուզում ես ասես մենք անհասկացող ենք արա։ Հոп, սոպ ախպերներ ջան։ Ես ես անհասկացող չեմ ասել, ինքն է ասել իր այդ ձեր հարցերը պարզեք, ես գնամ։ Արարիս այն մուզ։ Տղեկ սիրել մնալու։ Մի արենք։ Մի արենք։ Հələ վերջացրեք։ Սրանից հետո մի հատ էլ եք ես տղոյդ խնդիր ունեցե, անձամբ իրանց հետ խնդիր եք ունենալու, հասկացաք։ Եղավ արա։ Անչափ շնորհակալ եմ, իսկ նրանք ովքեր են։ Սրանք իմ պապայի թիկնապահներն են։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալության կարիք չկա։ Արի մեզ հետ մենք քեզ տուն կիչացնենք։ Մի վարքյան, բայես։ Իսկ դու փախար ստեղից։ Բայց Հա, բայց փախար ստեղից։ Արարիս այն մուզ։ ախպերս։ Մի խփեք բացած։ Երազում ես դառնալ դերասան, ուրեմն քո ընտրությունը մեկն է։ Trio Studio-ն, որը հիմնադրվել է 2012 թվականին Գրիգոր Դանիելյանի եւ Ռիփսիմե Ելինյանի կողմից, արդեն երկար տարիներ կրթում եւ պատրաստում է պրոֆեսիոնալ դերասանների։ Մեր մեծ ընտանիքի կազմում են հազարավոր սաներ, ովքեր ոչ միայն ստացել են որակյալ կրթություն, այլև մասնակցել են տասնյակ մեծ համերգների։ Ելույթ են ունեցել Հայաստանի ամենամեծ բեմերում, սիրված եւ ճանաչված դերասանների եւ երգիչ-երգչուհիների կողքին։ Դու ես այդ ցողոլ։ Ես կծորն եմ։ Նկարահանվել են մեր ստուդիայի ստեղծած հեռուստանախագծերում, ինչպիսիք են Popcorn հումորային սկեթչ շոու, Emoji մանկապատանեկան սկեթչ շոու, 8-ից 1-ը Blue Microphone, Mashup by Trio Studio, երաժշտական նախագծերում, Դեպի ճամբար սիթքոմում, որն ունեցել է 4 եթերաշրջան եւ ցուցադրվել Արմենիա հեռուստատեսությամբ։ Դեպի ճամբար հատուկ ջոկատ գեղարվեստական ֆիլմում, որն ունեցել է 100 հազարավոր հանդիսականներ։ Մեր սաները փայլել են նաև ամենահիթային հեռուստանախագծերում, ինչպիսիք են Full House, Surprise, Fake Mama, Fake Papa, ինչպես նաև մասնակցել են մի շարք այլ հեռուստանախագծերում եւ ֆիլմերում։ Մեր սաները փայլել են նաև հումորի լիգայում, ուրախների հնարամիտների ակումբում, որտեղ գրանցել են հաղթանակներ։
Եթե ուզում ես դառնալ մեր մեծ ընտանիքի անդամ, սովորել, ելույթ ունենալ եւ նկարահանվել հեռուստանախագծերում, զանգահարիր 093 834 835 կամ այցելիր Պարույր Սևակ 47։ Բարև ձեզ, սա էլ ձեր օթորակիչը։ Մերսի աղբերս։ Լսարանում եմ տեղադրելու։ Չէ, աղբերս տեղադրել պետք չի։ Այս օթորակիչը 4-ի համար է։ Ձեր 4-ի համար է։ Չէ, իմ 4-ի համար։ Նենց որ դու հենց նորից լիկվիդից փրկեցիր։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Արսեն, դու աշկից որոշել ես 5 ստանաս, հա։ Ինչ ուզում ա թող նշանակի։ Կարևորը համալսարանից դուրս չմնամ։ Դե եթե ինձ օթորակիչի համար 4 նշանակի, քեզ հաստատ է սառնանով 5-ը նշանակելու։ Ձեր տրամաբանությամբ ես էլ պետք է 3 ստանամ, էլի։ Բախներս բերել է, որ Սետրակյանը վերանորոգման մեջ է, թե չէ մենք մեր լիկվիդները չենք ստանալու։ Մուշո, դու ինչ ես բերել այդ Սետրակյանին։ Քար եմ բերել։ Դու լուրջ մտածում ես, որ Սետրակյանը քեզ այդ քարի համար դրական գնահատականը նշանակելու։ Տես լավ չի։ Մի մեշոկ ավազ բերեիր, մուշեղ։ Ծիծաղացեք։ Ես իմ գնահատականը կստանամ, կտեսնեք։ Հնարավոր չի, մուշո։ Բարև ձեզ, սիրելի լիկվիդներ։ Էս ինչ տուփեր են։ Դե գիտենք, որ վերանորոգման մեջ եք, որոշեցինք ձեզ կենցաղային տեխնիկա նվիրենք, դուք էլ մեզ գնահատականներ։ Գիտեք, չէ, ձեզ ավելի շատ եմ սիրում, քան այն սովորող մասային։ Ինչի։ Որովհետև դուք հարգանք ունեք, շնորհք ունեք, իսկ դրանք չունեն։ Գալիս են 5-երը նշանակում են, գնում են առանց շնորհակալության։ Լավ, եկեք սկսենք լիկվիդը։ Ով է առաջինը պատասխանում։ Ես ընկեր Սետրակյան։ Սկսենք այս հեշտ հարցից։ Ինչ կենցաղային տեխնիկա է դրված քո տուփի մեջ։ Տուփի մեջ սառնարան ընկեր Սետրակյան։ Սառնարան, ապրես տղես, ճիշտ էր։ Քեզ 5 եմ նշանակում։ Հաջորդ լիկվիդացիոն հարցը տալիս եմ քեզ, Ֆելիքս։ Ինչ է դրված քո բերած տուփի մեջ։ Օթորակիչ ընկեր Սետրակյան ջան։ Ապրես, եւս մեկ հարց։ Իսկ որտեղից ես գնել քո օթորակիչը։ Օլսելից ընկեր Սետրակյան։ Փաստորեն համ երաշխիքի մեջ է, համ էլ որակով։ Ապրես։ Քեզ էլ եմ 5 նշանակում։ Ճիշտն ասած չէի սպասում, որ 5 նշանակեք։ Տղա ջան, նենց լավ պատասխանեցիր, ոնց կարող եմ քեզ 5 չնշանակել։ Ուրեմն, անցնենք առաջ։ Ընկեր Սետրակյան, ես մի քիչ շտապում եմ, իմը հարցրեք, ես գնամ։ Տղա ջան, էլի արագ հարցնեմ, բայց դու ոնց որ լիկվիդին չես պատրաստվել, հա։ Դե ինձ էլ հարցեր տվեք, ես էլ պատասխանեմ, ընկեր Սետրակյան։ Լավ։ Կարող ենք։ Հարցս էսպիսին է։ Ոնց ես պատկերացնում այդ տխմար, ոնց կարող եմ ես քեզ քարի դիմաց դրական գնահատական նշանակել։ Եթե չնշանակեք, այս քարը կտամ ձեր գլխին։ Ապրես, ճիշտ ես, 5 ես ստանում տղա ջան, ապրես, այսպես որ պատրաստեք։ Տեսան դրեք, տեսան դու նշանակել։ Մալադետ, հիմա ես քար կբերեմ։ Շանբակեք, ես շանք։ Դով չվերջացեցիր, ես անկերք երեխայանը կնկատի ու կբռնվենք, համ ինձ երկու կդիտի համ քեզ։ Լավ հանգստացի Վանիկ, բոմպերզը տերի լցվեց, քիչ ամնացել, համպերի հեսա կպրծնեմ կտամ քո տետրը։ Չէ, համբերությանս բաժակն ա լցվել, հերիք չի տվեցի արտավես, մի հատ էլ դու ես մանատ գալիս, տուր ես գնում եմ անձնեմ։
Մինչև վերջին առաջադրանքը չավարտեմ, դու տետրի ես, չես տենալու, հասկացար։ Սպառնում ես, հա? Լավ։ Ընկեր Գյուրեղյան։ Լավ ձենդ կտրի տալիս եմ։ Ասա։ Ես վերջացրեցի։ Ապրես, նստիր։ Լավ, Վանիկ տղա, հեսա գլուխդ խաղահարապարակ եմ սարքելու, ու տես ինչ խաղեր եմ տալու։ Վերջ երեխաներ զանգը տվեց, բերեք ձեր տետրերը, գնացեք ձեր դասամիջոցը վայելելու։ Արագ, դուրս։ Շարժվեք դուրս։ Վանիկ, պատրաստ ես։ Ինչին։ Առաջին խաղին խաղը սկսված է։ Դավու ինչ ես անում։ Հեսա կտենաս։ Ընկեր Գյուրեղյան, ասեք, բրկեք ընկեր Գյուրեղյան, ասեք։ Դավիթ, ես ինչ ես ամբողջությամբ թաց, լսին դու ծովափում ես թե դպրոցում։ Ես մեղավոր չեմ, Վանիկն աշշով ջուրը լծրե գլխիս։ Ոնց, ինչի համար։ Ինչ իմանամ, ես իմ համար հանգիստ միջանցքով կայլում էի, մեկ է տնամ հետևիցս վազելով գալիս ու ջուրը լցնում է գլխիս։ Սուտ ասում ինքն է արել։ Ուզում ես ասես Դավիթը շշով ջուրը բացեց եւ լցրեց ինքն իր գլխին, այո։ Հա, հենց տենց էլ եղել է։ Նայ որ ասում է, հա, հաստատում ես, հա, լսիր, դու զրկված ես էքսկուրսիա գալու հնարավորությունից։ Իսկ դու Դավիթ ջան գնա չորացիոս հիմարից հեռու մնա, լավ։ Լավ անդամ։ Զայնդ։ Առաջին խաղը ավարտվեց, պատրաստ ես երկրորդ խաղին։ Դավո, հերու խաղը, ինչի գլխից սարքեցի։ Լավ արեցի, դու հարցիս պատասխանի, պատրաստ ես երկրորդ խաղին։ Ինչ խաղ։ Հիսա կտենաս։ Չես անում։ Հեսա կտենաս։ Ընկեր Գյուրեղյան, ասեք, բրկեք, Վանիկին սպառնում ընկեր Գյուրեղյան։ Հիմա ինչ ա պատահել։ Ես բան չեմ արել, Վանիկը նոր արտնացած արջի պես հարձակվեց վրես ու սկսեց հոշոտել ինձ։ Դու չխրատվեցիր Վանիկ։ Բայց ես բան չեմ արել, ինքն է արել։ Ուզում ես ասես, Դավիթը ինքին իր շորերը պատռեց, հա։ Հա։ Հա, նորից հաստատում ես։ Լսիր, անպաշտպան երեխա ես գտել ինքն է հաստատում ես վրան։ Վաղ առանց ծնողներից չներկայանաս դպրոց։ Իսկ դու Դավիթ ջան գնա բուշկետ, խնդրում եմ, ու ես հիմարից հեռու մնա, լավ։ Լավ ընկեր Գյուրեղյան։ Գրենդ կտրիր։ Հիմար։ Երկրորդ խաղը ավարտվեց, ես հասա ֆինիշին։ Ես հասա ֆինիշին։ Չէ, Դավիթ ջան, խաղը չի ավարտվել, հերթը իմա իմն է, դու պատրաստ ես։ Ինչին։ Հեսա կտեսնես։ Ընկեր Գյուրեղյան, հասեք փրկեք օգնեք, Դավիթը ինձ խոշտանգում է։ Ես ինչ ա կատարվում։ Ինչ ա կատարվում։ Դավիթը ինձ ծեծեց ու շորերս էլ պատռեց։ Ասում ես Դավիթը քեզ ծեծեց, հա։ Դու շատ լավ էլ արելա, որ ուզում ես իմանաս, բայց այդքան արել էր ինչ էր մտածում, ոչ մի բան պետքա չանի, մարդը արժանի պատասխան ա տվել։ Ապրես Դավիթ ջան։ Բխի իրա վրա չեք ջղային։ Որովհետև մարդը ինքնապաշտպանվել է, հիմար։ Գնա ստեղից, հեռու մնա այս հիմարից, էսի վտանգավոր ա, շատ։ Պակա։ Թե ամեն բան քեզ տվում է կախարդանք Չես հավատում քո աչքերին, դա կոչվում է զարմանք Եթե քո սիրտը բաբախում է շատ արագ Դա վախն է դու պիտի հաղթահարես նրան արագ Եթե ուրախ ես երջանիկ ես ու անհոգ Դու մի զսպիր էմոցիաները ծիծաղիր լիաթոք Եթե աչքերդ արցունքոտ են, բայց ցավ չկա Ուրեմն դու հուզվել ես նեղվելու կարիք
չկա Emoji, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի երկը որ տակ պինկի պարենք Emoji, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի երկը որ տակ պինկի պարենք Emoji Քո աչքը ուրիշի մեսած կինը դու նախանձես Չգիտես քո կինը մոռացիր ենինը Չէ որ առաջինը ու կարևորը Որ ուրախ անցկացնես քո ամեն օրը Ու ինչքան էլ կողքից խանգարեն Ու ինչքան էլ քո վատ ուզեն Չընկճվես, չտխրես, չնեղվես Պետք է դու գիտակցես որ մնաս նույն բարին Չես հանդիպի չարին Դու լավ կանես լինես բարի ու կամեցող Որ քո մասին մարդիկ խոսեն միշտ հրճվանքով Դու միշտ հիշիր որ գլխավոր զգացմունքը սեն է Էմոցիաներդ մի զսպիր արտահայտվիր Emoji, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի երկը որ տակ պինկի պարենք Emoji մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի երկը որ տակ պինկի պարենք Emoji մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի երկը որ տակ պինկի պարենք